Երանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ քննվող գործի շրջանակներում մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող Իշխան Վահանյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 546-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 10 տարի ժամկետով, ինչպես նա 545-րդ հոդվածի 3-րդ մասով 10 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Որպես վերջնական պատիժ պատժաչափերի մասնակի գումարման եղանակով Իշխան Վահանյանը ազատազրկվեց 16 տարի ժամկետով։ Վահանյանի նկատմամբ որպես լրացուցիչ պատիժ նշանակվեց ՀՀ զինված ուժերի մայորի զինվորական գոչումից զրկումը։ Մեղադրող դատախազը պահանջում էր 18 տարի ազատազրկում։ Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ձորամասի գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը 2020 սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուրհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալուց սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով դրսևորել է իշխանության անգործություն։ Բացի դրանից 2020 հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ի սահմաններում Խուրհատ սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող վերոնշյալ տեղանքի մարտական դիրքերը։